Պատրաստում ենք առանց շաքար, բնական, շատ համեղ ծիրանի ճիր։ Վերցնում ենք 3 լիտր ջուր և 3 թեյի գդալ սոդա, խառնում և դնում մի կողմ։ Ընտրում ենք պինդ ծիրաններ, որը նախօրոք ես լվացել եմ, և սկսում ենք կլպել։ Կլպելուց հետո լցնում ենք սոդայով լուծույթի մեջ։ Թողնում ենք 20 րոպե և ջրքամում։ Որից հետո հեռացնում ենք կորիզը։ Այնուհետև 1 լիտր ջրին ավելացնում եմ կես թեյի գդալ կիտրոնի աղ և դնում եփվելու։ Եփվելուց հետո ավելացնում ենք ծիրանները, մի փոքր խառնում, մինչ եփվել է։ Երբ արդեն սկսում է եռալ, եռացնում ենք 5 րոպե և կրակն անջատում։ Այնուհետև վրան դնում ենք ափսե, որ ծիրանները մնան իր հյութի մեջ։ Թողնում ենք հովանա 3-ից 4 ժամ և կրկին դնում եփվելու։ Երբ արդեն սկսում է եռալ, եռացնում ենք 3-ից 5 րոպե, կրկին անջատում, կրկին վրան դնում ափսե և թողնում կրկին 3-ից 4 ժամ։ Եփում ենք երրորդ անգամ, կրկին 5 րոպե, որից հետո անջատում ենք։ Քամում ենք, թողնում ենք մի փոքր ցամքի և սկսում ենք գեղեցիկ դասավորել սկուտեղի վրա։ Գեղեցիկ գույնը ապահովելու համար օգտագործում են ծծումբ, ես չորացնում եմ առանց ծծումբի։ Ցանկացած ճիր պետք է չորացնել միջանցիկ քամոտ տեղում, ոչ արևի ուղիղ ճառագայթների տակ։ Եթե հավանեցիք պատրաստման իմ տարբերակը, բաժանորդագրվեք իմ ալիքին, տարածեք և լայքեք։ Մեկնաբանության բաժնում գրեք, թե դուք ինչպես եք պատրաստում, սիրով կփորձեմ նաև ձեր տարբերակը։